Հիշում եմ ու պահանջում եմ, հիշում եմ ու պահանջում եմ, մի քանի շաբաթ է կրկնում եմ, հայտնի դարձած ծաղիկը ուր ասես, որ չեմ խփում, բայց երևի լավ չեմ հասկանում, թե ինչ եմ հիշում, որովհետև թե հիշողության հետ խնդիրներ ունեմ, թե տեսողության, ախր իմ աչքի առաջ իմ հիշողություններն են քանդում, իսկ ես լուռ եմ, դե արդեն սովորություն է դարձել ինձ համար, նախ ասում են, թե դա իմ շահերից է բխում, բայց ասենք երբեք ինձ չեն բացատրում կամ հարցնում, թե իմ շահը որն է, հետո հիշողություններս քանդում ու իրենց նման անճոռնի բաներ սարքում, իսկ ես մոռանում ու չեմ պահանջում։ Այս հայտնի ծաղիկի փառաբանման շրջանակներում ինձ կրթելու ու լուսավորելու վարպետը փայլուն գլխի ու գաղափարների ծառան բանուգործ թողած իմ դպրոցական մասնիկներին նորմալ դաս սովորեցնելու փոխարեն տարել է իմ հիշողությունների վայրը ու ասում է կանգնեք, սպասեք, ախր այդ քո գործը չէ էլի, ավելի խելքին մոտիկ գործով զբաղվիր, ասենք կարելի է երգ գրել։ Չէ, էդ էլ մի արա, խնդրում եմ, դա էլ ահավորված ստացվում։ Որ չեմ մնա ես մենի։ Ոնց որ իմ գլխավոր օրենքն է ասում, ես ազատ եմ, ում ուզում կարող եմ հավատալ, կարող եմ եւ չհավատալ, ու էջմիածին իմ մնացած գործերի հետ կապ պիտի չունենա։ Այդ թվում նաեւ իմ դաս սովորելու հարցերում, բայց չէ, քանի որ իմ կյանքում բոլոր փոփոխություններն արվում են հակառակ գլխավոր օրենքի, որոշել եմ, որ դաս սովորելու տեղերից մեկը պիտի տան էջմիածնին։ Ախր դուք ինձ հարցրել էիք, մեկ էլ տեսա ես դեմ էի, բայց դե իմ իմանալն է պետք։ Ինձ չհարցնելու, իմ կյանքը բոլոր հնարավոր ձևերով դժվարեցնելու, իմ գլխավոր օրենքը խախտելու գործում վարպետացած մեծամասնությունը դարձավ 25 տարեկան։ Մի ճառեր են ասում, մի գլուխ է, որ գովում են, թե ինչ կարևոր են իրենք իմ կյանքում։ Չէ, չհավատակ։ Դուք հատկապես այս վերջին տարիներին իմ կյանքը միայն դժվարացրել եք։ Ինձ ստիպել եք, որ թողնեմ գնամ, սոված մնամ, ծակ գրպաններով մանգամ։ Նստում է 25-ը լավ թիվ է, կարող եք դուք էլ հանգիստ թողնել գնալ։ Քանի ես արագ տեմպերով հետ եմ գնում, իմ հարավային հարևանը խելոք առաջ է գնում։ Դե այն, որ ոչ ոք համարյա չի սիրում։ Նստեց, մեծերի հետ խոսեց ու հասկացավ, որ մենակով բան դուրս չի գա։ Պետք է մի քիչ էլ ուրիշներին լսել ու ախորժակը զսպել։ Ոնց որ թե բոլորը կուշտ են ու ուրախ։ Մնում է ամեն մեկը իր խոսքի տերը մնալ։ Օվկիանոսից ենկոն խելոք մասնիկս էլ իր վաղուց ճշմարտությունն ասաց, որ ոնց անենք, որ հարուստ ու առողջ ապրենք ու չձախողենք, բայց ծառած թարս հասկացավ, թե իր ինչին է պետք ճիշտ հասկանալ, ինքը չաղ ու բախտավոր է ապրում։